Հիմա դժոխքի մեջ ենք։ Ամեն օր ավելի դժոխային կյանքով ապրող մարդիկ ապշում են, որտեղ է ապրում Փաշինյանը, որ հայտարարում է, թե դժոխքի միջով անցնելով Հայաստանի առաջ անհավանական հեռանկարներ են բացվել։ Թույլ տվեք ասենք մի չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Փաշինյանը քմծիծաղով ասում է, եթե ընդդիմությանը լսես, կթվա Հայաստանը կործանվում է։ Բայց կործանվում ենք։ Ինքը վստահ է, Հայաստանի քաղաքացին այդպես չի մտածում։ Ինքը լավ վիճակում է, մենք չէ։ Ավելի վատ է, օրեկան վատանում է։ 30,000 թոշակով, թոշակարով 70-ից մարդը կարող է ապրի, կոմունալ վճարի, հացի փող անի։ Հայաստանի վարչապետը հիշել է 2021-ի խորհրդարանական ընտրությունների իրենց կուսակցության ապագա կա ապագա կարգախոսը։ Ապագա չկա այն դեպքում, որ չգիտես ինչ ես անելու, բա հիմա ինչ ես անելու, աջ ես գնալու, ձախ ես գնալու, ուղ ես գնալու, հետ ես գնալու, վերև ես թռնելու, ներքև ես թռնելու։ Փաշինյանի խոսքով ապագան նախագիծ է, եթե ունես նախագիծ, ապագա կա, եթե չունես, չկա ապագա։ Դա տեղի ունենա։ Այս մարդկանց Փաշինյանի նախագծերը չեն հետաքրքրում։ Իրենք այս իշխանության հետ ապագա չեն տեսնում։ Ես այստեղ ապագա չեմ տեսնում։ Առհասարակ մենք մեր երկրում դարել ենք ռաբ։ Ինչ ապագայի մասն է խոսքը, եթե թոշակառու ես, ուրեմն թույն խմի մեռը, վсё այդքան բան, եթե կողքից օգնող չունես։ Լրիվ տարավ թուրքի բերանը լսեց ապագա կա, ինչ է մնացել այստեղ։ Կենտրոն մի հատ Երևան է մնացել, ինչ է մնացել այ բալիկ ջան։ Ոչ մի բան չկա։ Այդ էլ տապրծնի նոր ապագան կդզվի։ Բաները որոշ Անվտանգային խնդիրներ կան, չի ժխտում Հայաստանի վարչապետը։ Իհարկե, ակնհայտ են, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Դե դա վարչապետի կարծիքն է, իմ կարծիքով։ Ինքը ամեն ինչ արեց, որ անվտանգ չլինի։ Մարդիկ հիշեցնում են Փաշինյանին, ինքն է ասել, Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ։ Իր օրոք է թշնամին ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացրել Հայաստանից։ Հիմա էլ անընդհատ թիրախավորվող Սյունիքում կիսափակ աչքով են քնում։ Իմ Հայաստանը ավելի վտանգավոր դրությունում է գտնվում, քան որևէ մեկի ժամանակ ուրիշ։ Արցախը կար ու ամեն ինչ արեցին, որ Արցախը էլ չլինի։ Եթե անվտանգությունը չկա, ուրեմն ապագա էլ չեմ պատկերացնում, որ առումներով կարող է լինել։ Ապագա կա Փաշինյանի համոզմամբ, որովհետև միամիտ չեն միջազգային կազմակերպությունները, որ ապագա չունեցող վտանգավոր երկրում 500 միլիոն դոլարի ներդրում անեն։ Հպարտորեն հայտարարում է Հայաստանի վարչապետը, որ աննախադեպ կես միլիարդ դոլարի ներդրումով արհեստական բանականության տվյալային կենտրոն է բացվելու մեր երկրում, հավանաբար դեռ չկառուցված ակադեմիական քաղաքում։ Այն մյուս կեսը։ Միշտ ներդրում էստեղ, ամբողջ ժողովուրդը փախչում այստեղից։ Դեռ 2018-ին Փաշինյանը խոստանում էր Հայաստանը վերածել արդյունաբերական տեխնոլոգիաներ արտահանող երկրի։ Ուր է այդ ներդրումները։ Կասեք, դե թող ցույց տա, հաթաթ ցույց տա, թե ինչ ներդրումներ է արել։ Քմծիծաղով ասում են մարդիկ, որքան եկամուտ են տալիս Փաշինյանի օրոք մեծ շուկով բացված սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, ավտոմեքենա, կոմպոզիտային գազաբալոններ արտադրող գործարանները, որոնցից շատերը կողպվեցին, մի արտադրանք էլ չտված։ Գանում Մովսիսյան, Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։